Այսօր նույնպես խոսելու եմ Հիսուսի ծնունդի մասին, Սուրբ ծնունդից, քանի որ մենք ամսի 6-ին ունեցանք շատ լավ փառաբանություն եւ երկրպագություն, շատ հաճելի էր, շատ լավ էր։ Այդ օրը մենք գոհություն բարձրացեցինք մեր Տերերի Տիրոջի արքաների արքային, որ ինքը ծնվել էր։ Ամեն։ Ասում եմ, ինչ հետաքրքիր է։ 800 տարի առաջ, մինչև Հիսուսի ծնունդ, ասա 800 տարի։ Եղավ մի մարգարեություն։ 800 տարի առաջ Աստված խոսեց մի բանի մասին, որ կարելի է ասել աննարին էր։ Դա գրված է Միքեա մարգարեության մեջ 5-րդ խոսքը կարդամ։ Եվ դու ով Բեթլեհեմ, Եփրատ, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխան լինի Իսրայելին, եւ նրա ելքը վաղուց հավիտենական օրերից է։ Հետաքրքիր է, չէ՞։ Ասում դու փոքր ես տարածքով, բայց քեզանից մեկը պետք է դուրս գա, որ իշխանա լինելու եւ նրա դուրս գալը որոշված է եղել հավիտենության օրերից։ Նա կար հավիտենության օրերից, այն ժամանակ էլ որոշվել է։ Հենց այնպես Քրիստոսը չեկավ։ Հենց այնպես չէր ընտրված այդ ժամանակները ու ժամերը, երբ որ Քրիստոսը հայտնվեց երկրի վրա։ Պատկերացնում ես։ 4-րդ խոսքը. Եվ նա պիտի կանգնե եւ հովվե Տիրոջ ժողովուրդը։ Աստված ասեց մարդկությանը հովիվ եմ տալիս։ Դա որոշված է հավիտենության օրերից։ Այն որ դու չկայիր ընդհանրապես։ Չկայիր ընդհանրապես։ Աստված որոշել էր, թե քեզ համար հովիվ լույս աշխարհ գա, թե դու լույս աշխարհ գաս։ Պատկերացնում ես։ Գրած է հովելու է Տիրոջ ժողովուրդը եւ իր Աստծո անունը մեծափառությամբ։ Ինքան ուժեղ խոսք է գրած, մեծափառությամբ։ Տիրոջ անունը մեծափառությամբ։ Ասում եմ, իրա Տիրոջ անունը գետին չգցեց։ Իրա հոր անունը ոտնատակ չարեց։ Ոչ իրա խոսքով, ոչ իրա վարքով, ոչ իրա նիստուկացով։ Իր Տեր Աստծո անունը մեծափառությամբ եւ նրանք պիտի բնակվեն, որովհետեւ հիմա պիտի մեծանա մինչեւ երկրի ծայրը։ Նրանք մենք պիտի բնակվենք եւ պիտի երկրի ծայրը մեծանանք։ Գիտեք, ես մի անգամ ասել եմ, երևի թե մյուս ծառայությանը մեր տարվա խոսքը կհրճակենք, բայց շատ նման է այս խոսքին։ Մենք տարածվելու ենք ու մեծանալու ենք։ Տիրոջ անունը մեծափառությամբ պատմելու ենք ամեն ուրեք։ Գիտես, մտածում եմ երբեմն չեր խանգարի Տիրոջ անունը տալուց կանգնել, որպես հարգանքի նշան։ Մեզ դպրոցում սովորացնում են, երբ որ դասատուներս ա մտնում, պետքա ոտքի կանգնել։ Դա հարգանքի նշան էր, դա պատվի նշան էր։ Գիտես, մենք ոնց ենք պատվում մեր Տիրոջը։ Հիսուս Քրիստոսն եկավ, իր հորը պատվեց խոսքով, հնազանդությամբ ու գործով։ Հետաքրքիր պատմություն է։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, Հիսուս Քրիստոսը ծնվեց այս երկրի վրա։ Ու ինչքան մենք այս դահլիճում ծառայություն ենք անում, ես հիշում եմ ոնց եկանք Եկատերինբուրգ, ոնց գտանք այս դահլիճը իմ համար երկնքից նվեր էր, ու այսօր էլ ծառայում ու երկնքից նվեր է։ Ու հետաքրքիր է, որ Աստված տարվա մեջ մի քանի օր թույլ է տալի, որ մենք նորից հայտնվենք այստեղ։ Վերապրենք մեր անցած ճանապարհը։ Աստված ուզում է, որ հիշենք որտեղից ենք սկսել։ Գիտեք, երբ որ մենք սկսեցինք, մոտավորապես 1 տարեկան ենք, էլի այսքան մարդ կար։ Այսօր 10 տարեկան ենք, նորից այսքան մարդ կա։ Մտածում եմ, ասում եմ, կլինի մի օր, որ կանգնելու տեղ չլինի։ Գիտեք, այս դահլիճի հետ շատ հիշողություններ կա։ Հարմարություն տեսնում ես չկա, այսօր թեյ սուրճ չենք ունենա։
Բայց շատ հիշողություններ ունենք, շատ փրկված մարդիկ են եղել, որ եկել են այստեղ փրկվել են։ Ոմանք այսօր էլ են այստեղ, ոմանք այսօր այստեղ չեն։ Ոմանք սիրեցին մեղքը, սուտը, մամոնան, հա։ Ոմանք սիրեցին ու Կորան մեր հետ չեն, ցավոք սրտի։ Ոմանք էլ այստեղ կային, այսօր տունն են հավիտենական։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, հետաքրքիր է, որ միթե չգիտեին հրեաները, որ Հիսուսը ծնվելու է։ Միթե չգիտեին, որ Փրկիչը Միսիան գալու է։ Գիտես, Եսայի մարգարեության 9:6-ում հիշում եք անցած շաբաթ էինք, անցած ծառայությանն էինք խոսում, որ մեզ մի մանուկ տրվեցավ, որի իշխանությունը իր ուսերի վրա կլինի, որը կկոչվի սքանչելի, հզոր Աստված, հավիտենության հայր, իշխանությունը շատացնելու այս երկրի վրա, խաղաղությունը ավելացնելու համար այդ խաղաղության իշխանը եկավ ու մարդկանց կողմից չընդունվեց։ Չընդունվեց առաջինը գիտեք ում կողմից, ով որ իրան սպասում էին։ Միթե ցավալի չի։ Ինչա մտածում եք մենք հրեաներից լավն ենք, որպես Աստծուն հավատացող ու սպասող ժողովուրդ։ Միգուցե Հիսուսը գա ու մենք էլ չընդունենք։ Միգուցե Հիսուսը գա, բայց մենք ավելի շատ սիրենք մեղքը։ Գիտես, ուզում եմ ասեմ 25 տիվը դու հավատարմությամբ պահեցիր քո հավատարմությունը Աստծո նկատմամբ, քո ընտանիքի նկատմամբ, միգուցե քո աշխատանքի նկատմամբ, ինչն է խանգարում, որ մնաս հավատարիմ նաև 26 թվականում։ Պահես քո հոր խոսքերը Հիսուս Քրիստոսի պես։ Պահես քո հավատարմությունը իր նկատմամբ Հիսուս Քրիստոսի պես, որ ոչ մի բանը քեզ չխանգարի ու չկանգնեցնի։ Հիսուսին ոչ մի բանը չխանգարեց ու չկանգնեցրեց։ Ոմանք ասում էին խաբեբայա, ոմանք ասում էին աղանդավորա, բայց նպատակ ուներ ինչի համար էր եկել այս երկիր։ Այսօր դու էլ նպատակ ունես ինչի համար ես եկել այս երկիր։ Գիտես, զարմանալուն նա է, երբ որ աստղ տեսան երկնքում մոգերը, միանգամից հասկացան, որ միսիան ծնվել է։ Մենք գիտենք, որ անցած ծառայությանը կարդացինք հրեշտակները եկան եւ չոբաններին, հովիվներին ասեցին, որ ձեզ փրկիչ է ծնվել։ Գնացեք եւ կգտնեք Մսուրում, ժամանակակից բառերով ասած Գոմում։ Միգուցե այդ Գոմը իմ սիրտն էր, որ Հիսուսը ծնվեց։ Ինչ կեթանի ասես կար Գոմում։ Բայց Գոմը էլ Գոմ չէր, որովհետև փրկիչը ծնվել էր։ Որովհետև դա այս երկրագնդի մեջ ամենալավ տեղն էր դարել։ Այնքան կարևոր է, որ ասում եմ, այս մոգերը հելան ունգան ճանապարհ, երբ որ տեսան փրկիչը ծնվել է։ Մենք այսօր երկու կանգար չենք ուզում գանք, 10 կիլոմետր չենք ուզում գանք, որ փրկչին տեսնենք, երկրպագենք։ Գանք, խոնարհվենք, ընկնենք իր ոտքերը, ասենք շնորհակալություն քեզ։ Այն ինչ որ դու արեցիր, ոչ մեկ չեր անի իմ համար, որովհետև ես բռնել էի դժոխքի ճանապարհը։ Բայց դու որոշեցիր, թողես քո փառավոր գահը մարդանաս, որ գաս ինձ հովվես։ Փրկության ճանապարհը ցույց տաս։ Որտեղ արոտ կա, կանանչ խոտ կա եւ մաքուր ջուր կա, ընդ ինձ առաջնորդես։ Դավիթը կասեր Սաղմոսների մեջ։ Չենք ուզում գանք Աստծուն շնորհակալություն հայտնենք։ Խոնարհվենք իր ոտքերի առաջ։ Փառաբանենք մեծա փառ սարքենք իրան մեր սրտերի մեջ։ Վեհափառ սարքենք իրան մեր սրտերի մեջ։ Որ մենակ ինքն արժանի եւ մենակ ինքն է վեհափառը։ Ուրիշ արժանը չկա մարդկանց մեջ։ Պատկերացնում եք։ Ու ես մտածում եմ, մոգերը քանի հոգի էին, ով կարա ինձ ասի։ 3 էին։ Շատ էին, բայց 3 էին եկել։ Ինձ գիտեք ինչն է զարմացնում։
Առաջինը ինչի էին մոգերը սպասում փրկչին։ Գրվածը արևելքից էին եկել։ Երբեմն նկարների մեջ մոգերը սևամորթ են, քանի որ արևելքից են գալիս։ Տեսել եք, այդպես նկարներ ունենք, նկար, որ մոգերը 3-ն էին։ Ահա, հեսա 3 հատ մոգ են գալիս։ Բայց ես մտածում եմ, որ 3 հատ մոգ գային Երուսաղեմ, Երուսաղեմում իրար անցում չեր սկսվի։ Առավել ևս թագավորի պալատում չէին հայտնվի։ Պետք է մի մեծ բազմություն լիներ, որ մարդիկ ասեին, «Էս ովքեր են սրանք», որ բանը հասներ դիվան բաշուն։ Թագավորին, այդ ժամանակվա կառավարիչին, իշխանին, որ ասեն, «Էս ովքեր եք, ուր եք եթում, էս ինչ իրար անցում է Երուսաղեմում»։ Ու եկեք տեսնենք դա գրված է Մատթեոսի գրքի մեջ։ Դրանք էլ ասեն Հերովդեսին, մենք լսեցինք, որ փրկիչ ա ծնվել։ 3-րդ խոսքից կարդամ։ Երբ որ Հերովդես թագավորը լսեց, շփոթվեցավ։ Երբ որ Երուսաղեմը նրա հետ, եւ բոլոր Երուսաղեմը նրա հետ, երբ որ լսեցին մոգերն ասին, որտեղ ա ծնվել փրկիչը։ Եվ նա բոլոր քահանաներին եւ ժողովրդին, դպիրներին ժողովելով նրանց հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասեցին նրան. Հրեաստանի Բեթլեհեմը, որտեղ այսպես է գրված Մարգարեի ձեռով, թե փոքր չես, քեզանից իշխան կծնվի, ու այդ իշխանը մեծ հովիվ կլինի։ Հետաքրքիր է։ Քահանաները, դպիրները, փարիսեցիները անգիր գիտեին մարգարեությունները Հիսուս Քրիստոսի մասին։ Լավ գիտեին ծնվելու տեղը։ Բայց ի զարմանս ինձ ու քեզ, ինչի մատները ինչ խփեցին։ Ով էր խանգարում այս մարդկանց գնալ իրանց փրկչի ոտքերի տակ ընկնեին ու երկրպագեին։ Ինչի մոգերը կարային տարիներով ճանապարհ անցնեին, իրանք չէին կարա մի շաբաթ ճանապարհ անցնեին։ Թող 1 ամիս լիներ։ Ով էր իրանց խանգարում գնային ու գտնեին փրկչին ու երկրպագեին։ Այսօր էլ ով է այս աշխարհին խանգարում, որ գա Տերերի Տիրոջ ոտքերի տակ ընկնի։ Գիտես, մենք տեսնում ենք Հիսուս անունը խառնաշփոթություն ստեղծեց Հերովդեսի, փարիսեցիների, դպիրների մոտ։ Դպիրները դրանք են մարդիկ են, ովքեր Աստծո խոսքը կարդում են, հա, մեկնաբանում են։ Նույնպես փարիսեցիները։ Լավ գիտեին Աստծո խոսքը։ Բայց ինչը խանգարեց իրանց երկրպագեին փրկչին։ Ինչը խանգարեց երկրպագեին այդ սուրբին Հիսուսին, մանուկին։ Թե իրանք արդեն իշխանություն ունեին, թե իրանք արդեն դիրքավորվել էին, թե իրանք արդեն հարգանք պատիվ ունեին, իրանց ուսադիրները թույլ չէր տալի խոնարհվեին Տերերի Տիրոջ արքաների արքայի առաջին։ Թե իրանք արդեն ամեն բան գիտեին, ամեն ինչ հասկանում էին, եւ էլ կարիքը չկար երկրպագեին տեզերքի արարչին, միսեին։ Եկեք մտածենք, այսօր մենք որտեղ ենք։ Հանկարծ նույն տեղում չհայտնվենք։ Հանկարծ նույն կարգավիճակում չհայտնվենք։ Իհարկե, փառք եմ տալի Աստծուն, այս անգամ, երբ որ փառաբանություն արեցինք, երկրպագություն արեցինք, շատ մարդիկ էին եկել։ Ուրախալի էր։ Գիտես, առիթը բաց մի թող Տերերի Տիրոջը երկրպագելու, խոնարհվելու նրա առաջին։ Դա ցածրություն չի, դա նվաստություն չի։ Նվաստությունը նա է, որ ամեն ինչին կերկրպագենք։ Ամեն ինչ կանենք, որ հասնենք ինչ որ մի բանի, ինչ որ ցանկանում ենք, որը ժամանակավոր է։ Բայց հավիտենության արքային իշխանին երկրպագելու համար ժամանակ չունենք։ Թեկուր մեր ֆինանսներով պատվելու այսօր Համլետներ ասում։ Դու բռնացնում ես քեզ ինչ որտեղ։ Ես էլ ինձ եմ բռնացնում։ Գիտես, Հերովդեսը մոգերին ասեց. լավ արիք, որ հայտնեցիք ինձ այդ լուրը։ Ձեզ մի խորհուրդ կտամ։
Շուտ գնացեք ու գտեք իշխանին։ Ու եկեք ինձ ասեք, որ ես գնամ պատվեմ իրան։ Ինքը գիտեր, թե ինքը Աստծուց իմաստուն է, ու մոգերը ընկան ճանապարհ։ Տեսել եք նկարներ, որ մոգերը Մսուրում իրանց ոսկիները դրել էին, տեսել եք, ունենք այդպես նկար։ Չունենք, ցավոք սրտի չունենք, բայց տեսել եք, չէ՞։ Այս տարի ինձ բոլորը շնորհավորում էին, համարյա բոլոր շնորհավորանքների մեջ մոգերը Մսուրում իրանց ոսկիները բացած Հիսուսի մանուկի ոտքերի առաջ։ Համարյա թե բոլոր նկարները այդպես էր։ Իհարկե, ձիով նկարներ էլ կար, շնորհավորանքներ էլ կար։ Գիտես, ուզում եմ այսօր քանդենք այդ հասկացողությունը։ Հիսուս ընդեղ ծնվեց, բայց ընդեղ չմնաց։ Հիսուս ընդեղ ծնվեց, որովհետև հյուրանոցում տեղ չկար։ Միգուցե այն ժամանակ հիվանդանոցներ չկար, ծննդատներ չկար։ Մատթեոս 2:3, չէ, սա կարդացինք։ Մատթեոս 2:9 Երբ նրանք լսեցին, թե թագավորիցը գնացին, եւ ահա այն աստղը, որ տեսան արևելքում, նրանց առաջին գնում էր, մինչև որ եկան կանգնեցին այն տեղի վրա, ուր որ երեխան էր։ Առաջինը ինձ զարմացնում է մի փաստ, որ մենք ցերեկով աստղ չենք տեսնում։ Բայց մարդիկ ցերեկով ոնց էին շարժվում։ Չեմ կարծում, որ իրանց ուխտերի վրա լավ սենց սվետադիոդնի լամպեր կար ու իրանք ճանապարհը դալնի բլիժնի աներով գնում էին, տեսնում էին ուր են գնում։ Բայց գրված է, որ աստղը իրանց առաջնորդում էր։ Սա մի յուրահատուկ աստղ էր, որ թե գիշերն էր լույս տալի, եւ թե ցերեկն էր լույս տալի, որ կարանային տեղաշարժվեին այս մարդիկ։ Համաձայն ես ինձ հետ։ Ասում նրանց առաջնորդում էր, մինչև որ եկան կանգնեցին այն տեղի վրա, որ էր երեխան։ Որ տեղի վրա։ Երբ որ տեսան այս աստղը, մեծ ուրախությունով ուրախացան շատ։ Միգուցե միշտ չէր երևում այդ աստղը։ Երբ որ տունը մտան, գտան երեխային իր մայր Մայրամի հետ։ Ուր մտան։ Գոմը։ Ստեղ գրված է տունը, բայց քանի որ մենք անդադ այդ նկարներով, մուլտիկներով, այս աշխարհը մեզ ասում է գոմը, մեր մոտ հլը տպավորված է, որ եկան գոմում գտան։ Չէ, եկան արդեն իրա տուն, որտեղ որ ինքը տանը բնակվում էր։ Գիտես, ասում է, գտան երեխային իր մայր Մայրամի մոտ։ Սա գոմ չէր, գոմում ծնվեց, բայց այնտեղ չմնաց։ Եվ ընկնելով երկրպագեցին նրան եւ իրանց գանձերը բացեցին, ընձատ տվին նրան ոսկի, կտրուկ եւ զմուրս։ Գիտես, մարգարեական 3 բան բերեցին։ Շատ բան չբերեցին, ուխտեր չբերեցին, որ այն ժամանակվա հարստություններ, էշեր չբերեցին, ձեր չբերեցին, այծեր չբերեցին, գառներ չբերեցին, աղունիկներ, նապաստակներ չբերեցին։ Խնձոր տանց չբերեցին, բերեցին 3 բան։ Ոսկի, կտրուկ, հա, եւ զմուրս։ Զմուրսը ինչի համար էր։ Երբ որ մարդը մահանում էր, զմրսում էին այն ժամանակ։ Գիտես, դա խոսում էր իր մահվան մասին։ Կտրուկը, դա այսօր էլ կարակ տենեք տաճարներում, որ ծուխ են հանում, դա խոսում էր աղոթքի քահանայության մասին, որ ունենք քահանայապետ, որ ծնվել է քահանայապետ, որը պետք է մահանա։ Ոսկին խոսում էր իր էության մասին, ոսկինով է սիրում, թագավորները գլխին ոսկի են չէ դնում։ Դա խոսում էր իր թագավորության, իշխանության մասին։ Մեզ ծնվեց մի իշխան, որը նաև քահանայապետ է, որը պատրաստվում էր իր կյանքը դնել իմ ու քո համար։
Անկամ նվերների մեջ դու տեսնում ես մարգարեական ակտ, որ Աստված ցուցադրում է մեզ, ով է ծնվել մեզ համար։ Հիսուս Քրիստոսը, Մեսիան։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչքան իմաստուն կլինեին այդ ժամանակվա դպիրներն ու քահանաները, որ գնային ու խոնարհվեին։ Ինչի իմանալով հանդերձ չէին սպասում միսիային։ Ինչի իմանալով հանդերձ մոգերից հետ անցան։ Մոգերը դրանք միգուցե այսօրվա աստղագուշակներն էին, միգուցե մարդիկ էին, ովքեր Աստծուց հեռու էին, միգուցե շատ հնարավոր է այս մոգերը այն մարդիկ էին, ում վրա Դանիելը իշխան էր եւ պատմել էր իրանց Հիսուս Քրիստոսի գալստի մասին, միգուցե պատմել էր վերջին ժամանակների մասին, միգուցե պատմել էր, որ փրկիչը գալու է, սպասեք։ Ով գիտի։ Ու միգուցե դրա համար էլ սպասում էին։ Հետաքրքիր է, որ հրեշտակներն եկան հասարակ ժողովրդի մոտ, հովիվների մոտ։ Չգիտեին քահանաների տեղը, ովքեր Աստծո խոսքը անգիր գիտեին, չգիտեին դպիրների տեղը, չգիտեին թագավորի տեղը, գային ասեին, թագավոր ապրած կենա, հիմա միսիան ծնվելու է այդ մանուկը, գիտես իր համար տեղ չկա հյուրանոցում, միգուցե քո թագավորական պալատում մի հատ տեղ պատրաստես իր համար։ Բոլորի տեղն էլ գիտեին, բոլորի միտքն էլ գիտեին, բայց սիրտ չունեին Հիսուսին դիմավորելու, ընդունելու, սիրտ չունեին Հիսուսին խոնարհվելու, երկրպագելու։ Այսօր աշխարհում է շատերը չունեն այդ սիրտը։ Գրված է, երբ որ տեսան, իրարանցում սկսեց, շփոթվեցին։ Հիսուսի ծնունդով այս աշխարհը շփոթվեց։ Ու այսօր էլ շփոթված է։ Մի մուսուլմանի լսում ասում է, ես փորձել եմ իմ կյանքում, դիվահար մարդու մոտ տուր Մուհամեդի անունը ոչ մի բան, տուր Բուդդայի անունը նույնպես ոչ մի բան, տուր Կրիշնայի անունը նույնպես ոչ մի բան, ու փորձի բոլոր անունները տալու ոչ մի բան, բայց հերիքա բերես Հիսուս անունը, դիվահարը սկսում է խառնել ու տագնապել։ Գիտես, մենակ այդ անվան մեջ կա զորություն, մենակ այդ անվան մեջ կա իշխանություն, այդ անունը եկավ, այդ լույսը եկավ այս խավար աշխարհի մեջ։ Տեսնողները տեսան լույսը, որ լույսը բարի է ու հետևում են իրան։ Իսկ հեչ եղել ես մութ տեղ, որ լույսը միացրել են։ Կամ եղել է, որ դրսում շատ ձուն է եղել, մի քիչ է շատ լուսավոր եղանակ է եղել, տնից դուրս ես գալի աշկերը ծակում է։ Տահաճա, չէ՞։ Մի քիչ ժամանակ է պետք, որ ընտելանաս։ Այդպես էլ այս աշխարհը Տիրոջ լույսը չընդունեց, որովհետև միգուցե ծակեց իրանց աչքերը։ Միգուցե չկարողացան իրանց աչքերը լավ բացեն եւ սկսեցին ատել Հիսուսին։ Սկսեցին փնովել Հիսուսին, սկսեցին փորձել իր անվան հետ խաղալ, նվաստացնել Հիսուսին, որ մարդիկ չհետևեն Հիսուսին, որովհետև գրված է իրանց գործերը խավար էին, իսկ լույսը խավարին խանգարում է։ Գիտեք, չէ՞ մի օր խավարը լույսին դատի է տալիս, ու երբ որ դատարան են կանչում լույսին գալի, ասում են, ինչի՞ ես խավարին անհանգստացնում, իսկ ասում է խավարնով է։ Լույսը խավար չի տեսնում, որտեղ ինքը գնում այնտեղ լույս է։ Եկեք լույս լինենք այս աշխարհի վրա, եկեք խավարը չտեսնենք, խավարը չտարածենք։ Եկեք լինենք լույսով որդիներ։ Եկեք լավը տեսնենք, լավը խոսենք, լավը գործենք։ Համաձայն ես։ Հիմա երբ որ գիտես Հիսուս մանուկը մի տեղ է, եկեք վազենք այնտեղ։ Այսօր ստեղ է, եկեք վազենք ստեղ։ Եկեք երկրպագենք իրան։ Դա շատ մեծ ու կարևոր ակտ է, որ մենք անում ենք իր առաջին։ Չկա ավելի մեծ ու կարևոր նպատակ իմ ու քո համար, քան Քրիստոսը բնակվի մեր սրտի մեջ, քան Քրիստոսին երկրպագենք ու մեծարենք։ Չկա ավելի մեծ բան։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, մոգերը պետք է 2 տարի ժամանակ անցնեին, որ հասնեին Քրիստոսին երկրպագելու։ Հիմա կասես, ինչի 2 տարի։ Որովհետև սամալյոտ չկար, ինքնաթիռ հայերեն, մեքենաներ չկային,
Էշերով, ուխտերով, հազիվ տեղաշարժվում էին, մինչև եկան հասան, մինչև գտան, այդքան ժամանակ տևեց։ Բա չէ, նկարների մեջ Հիսուսը պուճուր երեխա էր, խանձարներով պատած, հա, գոմում դրված։ Եկեք կարդանք։ Այն ժամանակ 16 խոսքը Հերովդեսը տեսնելով թե խաբվեցավ մոգերից, գիտեք խի խաբվեցավ, որովհետև երազում հրեշտակ եկավ մոգերին ասեց, չգնաք Հերովդեսին չտենաք, ուրիշ ճանապարհ, մի հատ քարտեզ տվեց, իրանց GPS-ի մեջ դրեց, ասեց սես կգնաք։ Ձեր հեռախոսները միացրեք, այս ճանապարհով հետ գեթաք։ Աստված ուրիշ պլան տվեց իրանց հետ գնալու, ասեց չգնաք, չհանդիպեք։ Ու հետաքրքիր է, որ երևի թե մեկ այդ երազը տեսավ, բայց բոլորը լսեցին, հնազանդվեցին ու այդպես արեցին։ Ու հիմա տեսեք Հերովդեսը, որ ասում էր գամ Հիսուսին երկրպագեմ, ինչ եղավ։ Այն ժամանակ Հերովդեսը տեսավ, թե խաբվեցավ մոգերիցը, շատ բարկացավ։ Եվ ուղարկեց կոտորեցին այն ամեն երեխաներին, որ Բեթլեհեմը եւ նրա 4 կողմերում էին, 2 տարեկաններին եւ նրանցից ցածրին։ Այն ժամանակ նայելով որ ստուգեց մոգերիցը։ Այդ ժամանակը նայելով մոգերիցը, երբ որ մոգերը եկան, գնացին, այդ ժամանակը հարցնելով մոտավորապես մինչև 2 տարեկան եւ ցածր երեխեքին սպանեցին, հույս ունենալով, որ միգուցե Հիսուսը նրանցից մեկի մեջ կլինի։ Գիտես, այսօր էլ անօրենի պլանները չի փոփոխվել։ Այսօր էլ ուզում է սպանի Հիսուսին, միգուցե իրան հաջողվի։ Բայց արդեն իմ ու քո մեջ Նամանավանդ երբ որ դու նոր ես գալի, Հիսուս մանուկը քո մեջ հլը փոքր է, այսպես ասեմ, դեռ դու Աստծո խոսքը չգիտես, դեռ դու չգիտես իմաստություն Աստծո չունես կամ հասկացողություն դեռ չունես ամենի մասին, գալիս է ու ասում է. Որտեղ Աստված ասել, որ ես Աստված եմ, հա? Որտեղ է սենց բան, որտեղ է նենց բան, ոնց խաբեց Եվային ու Ադամին։ Միթե Աստված ասել է, հա? Հիսուսին էլ եկավ ասեց, դե որ Աստծո որդի ես, թող այս քարերը հաց դառնան։ Ինչ է, իմ ու քո մոտ չեն գալի, ասել, դե եթե Աստծո որդի ես, թող հենց հիմա մի հատ Bentley-ին գնի երկնքից։ Երեխեքից մեկը ասել էր, մամ, աղոթենք, որ մի հատ Bugatti էր Bentley լինի, ու աղոթել էր, ասել էր, ուրա տվեց։ Իմացել էր մի վարքյան հետո պետք է լինի։ Նույն բանը գալիս է սատանան իմ ու քո մոտ, որ կանգնացնի մեզ հետևելու Հիսուս Քրիստոսին, բայց մոգերը չկանգնեցին, պատկերացնում ես։ Մոգերը ուրիշ թագավորությունից, ուրիշ Աստծո ծառաներ եկան, հասկացան, որ Քրիստոսը միակ ճշմարիտ Աստվածն է, որ կարելի է միայն իրան երկրպագել, ու եկան երկրպագեցին։ Բայց քրիստոնյա աշխարհը տենց էլ չհասկացավ, որ միակ Աստվածը Քրիստոսն է, որ իրան մենակ կարելի է երկրպագել։ Գիտես, ասում եմ, ինչ օրհնված էին մոգերը։ Երազում հրեշտակ եկավ, հետը խոսած։ Հիմա կարանք այդ փափագը ունենանք, այնքան շահագրգռված լինենք միսիայի գործերով, որ Աստված ուղարկի իր հրեշտակին մեզ ուղղորդելով։ Ոնց գնանք, ոնց չգնանք։ Ինչ անենք, ինչ չանենք։ Իհարկե իր խոսքով էլ ասում։ Համաձայն ես։ Այդքան անտարբեր չլինենք փրկչի նկատմամբ։ Որ փրկիչը մեր կյանքում բնակվի ժողովուրդ։ Որ մենք իրականից տեղ տանք մեր սրտերի մեջ, այս աշխարհը իր սրտի մեջ տեղ չի տալի։ Թեկուզ շուրթերով կասի, մի տեսահոլովակ էի նայում առավոտ շուտ, ասում է. Едим Бог Господь։ Դրանից մի վարքյան հետո սատանային էին երկրպագում։ Մի վարքյան հետո, ինչ որ աշխարհի գերաժիշտներ էին։ Պատկերացնում ես, այս աշխարհն է դա։ Մի հատ են ձուկ բռնելու համար ворթա, չէ՞ պետք։ Մի հատ խայթ է պետք, Աստծո անունը տա, որ քեզ թակարդի մեջ գցի։ Ով է տեսել են սևամորթին, սուտ մարգարեին, որ ասում է աշխարհի վերջը գալիս է, ջրհեղեղ է լինելու։ Տեսել է դա։ Գիտեք, եղբայրներից մեկը մեր տանն ասեց, մեկին պատվիսկա ունեմ ու մեր եկեղեցուց շատերն էլ պատվիսկա ունեն այդ մեկին ու այդ մեկը ասեց, որ դժոխքը հավիտենական չի։ Հիմա այդ եղբորն ասում եմ,
Եղբայր ջան, ինչի պատրաստում ես դժոխք գնաս, որ մտածում ես հավիտենական է, հավիտենական չի։ Մարդ կա, որ պատրաստում է դժոխք գնա, ժողովուրդ։ Ասում եմ, քեզ այդ հարցը խի է անհանգստացնում, ասում եմ, ճիշտ ասած, վարդապետական հարց է դրա համար։ Մեր ժողովուրդը լսում են այդ մարդուն, ու այդ մարդը հերձված բաներ է խոսում։ Մտածում եմ, ասում եմ, ինչի մեր ժողովուրդը պատրաստում է դժոխք գնա, որ այդ դժոխքի մասին բաներն են ուսումնասիրում, ինչքան պետք է մնան դժոխքում կամ երբ պետք է դուրս գան։ Օրից մի օր մի հավաքույթի մասնակցում, որ այդ քարոզիչը քարոզում էր, ասում է, դուք չեք էլ պատկերացնում դժոխքում ջերմաստիճանը ինչքան է։ Ուտեղ մի հատ մարդ կար, միամիտ մարդ էր շատ նստած ու ինքը ձեռք բարձրացրեց ու այդ քարոզիչը հասկացավ, որ հարց է ուզում տա, ասեց, ասա եղբայր ջան, ասեց իսկ ինչքան է դժոխքում ջերմաստիճանը։ Հիմա ես ծիծաղում եմ, ասում եմ, այ ախպեր ջան, քեզ ինչքան է, պատրաստվում ես ընդ գնաս չեմ հասկանում։ Դու մտածի երկնքի մասին, դու մտածի լավ բաների մասին, գիտես, մենք մեքենա ենք վարում, մենք չենք կարա հետ նայելով առաջ գնանք։ Ամեն։ Մեզ պետք է Տիրոջը նայելով առաջ գնանք, ժողովուրդ։ Մենք չենք նայելու անօրենին կամ իր գործերին։ Գրված է մեզ հայտնի է իր գործերը։ Այստեղից հայտնի է Աստծո խոսքից։ Մենք առաջ ենք գնալու, Տիրոջը նայելով, Տիրոջ գործերը անելով։ Ամեն։ Ասում եմ, շատ զարմանալու էր։ Քրիստոսը ծնվելուց հələ չծնված հրեշտակները Քրիստոսի լուրը բերում էին մարգարեների միջոցով։ Աստված խոսում էր մարգարեների բերանով։ Հիսուսը ծնվեց։ Մոգերը երկրպագեցին։ Հասարակ ժողովուրդը նույնպես երկրպագեցին։ Հիսուսը մեծացավ, ինքը վկայեց իր մասին, ասելով. Ես եմ Էմը։ Նա որ կար, նա որ կա եւ նա որ գալու է, ես եմ։ Ես եմ ալֆան եւ օմեգան։ Ինքը սկսեց վկայել։ Դևերն էլ էին վկայում, ժողովուրդ, ասում էին, դու չես Աստծո որդին, եկել ես որ մեզ տանջես ժամանակից շուտ։ Բայց քո ժամանակը չի, խես եկե։ Չէին հասկանում, գլխի չէին ընկնում խի եկե։ Հիմա ինքը գնաց, ինձ ու քեզ պատվեր տվեց։ Գալիս եմ էլի տարվա խոսքին։ Գնացեք ավետարանը քարոզեք։ Քան ինքը երկրի վրա էր, ինքն էր քարոզում։ Մի վախեցեք, ես չեմ նեղանա, որ մարդիկ փրկվեն։ Ես իմ իշխանությունը դիրքը չեմ կորցնի, դու գնացեք քարոզեք։ Գիտես, իր սիրտը ցավում էր մարդկանց համար, դրա համար էլ ինքը մարդացավ։ Այսօր իմ ու քո սիրտն էլ պետք է ցավա մարդկանց համար, կյանքը կարճ է։ Զմուրսը սաղի սպասում է։ Բայց մեր գործերը գնում է երկինք։ Ամեն։ Շատ լավ, վերջի տեղն եմ ուզում կարդամ, Գաղատացիս 4:7։ Բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդին կնկանից ծնված եւ օրենքի ներքևը եղած։ Հետաքրքիր բան է գրված։ Երբ որ ժամանակի լրումը եղավ, Աստված իր որդին ուղարկեց կնկանից ծնված։ Ինչքան ուժեղ է գրված։ Համաձայն ես, բայց ի՞նչն էր ժամանակի լրումը։ Իսկ ո՞նց ես մտածում, ո՞րն էր ժամանակի լրումը։ Գիտես, Աստված երկիրը բերեց նրան, որ Հիսուսը ծնվի։ Բերեց նրան, որ համարյա թե այդ ժամանակ մարդիկ հասկանում էին իրար մի լեզվով խոսալուց, համարյա թե։ Ասենք ոնց էր, առաջվա սովետական միության երկրում խոսում էինք բոլորս ռուսերեն իրար հետ։ Մենք հայերս հայերի հետ հայերեն էինք խոսում, ուրիշ ազգիների հետ խոսում էինք ռուսերեն, հա։ Կլինի թաթար, կլինի ուզբեկ, կլինի տաջիկ, կլինի ռուս, կլինի ով լինի։ Համաձայն ես թե չէ։ Այդ ժամանակ էլ կար հունական լեզուն, որ մարդիկ իրար մեջ խոսում էին այդ լեզվով ու իրար հասկանում էին, գիտես։
Միգուցե ռոմեական կայսրությունը նենց էր արել, սա հավաքել էր իրար գլխի, որ միսիան ծնվի։ Գիտես, երբ որ Հիսուսը ծնվեց, գրված է, որ Պերեպիս նասիլենի, չէ, մարդը համար էր, հաշվի համար էր, ու ամեն մեկը որտեղից, որ երկրից էր պետք է գնար, ընդեղ ներկայանար։ Հետաքրքիր է, որ մարդիկ գտել են այդտեղ Հիսուսի անունը, մանուկի անունը։ Եվ դա կոչվեց մեկ թիվ։ Ու այսօր մենք 2026 թվում ենք։ Հիսուսը մարմնով երբ որ եկավ, արդեն 2026 տարեկան է։ Գիտես, Հիսուսի ծնունդը այսօր էլ է շփոթում մարդկանց, իրար անցկացնում մարդկանց մեջ։ Բայց Աստված որոշեց օրերն ու ժամերն ու ժամանակները։ Այսօր դու հենց այնպես չես, այս տարածաշրջանում, այս երկրում, դու հենց այնպես չես, միգուցե երկնքում որոշված է նույնպես քո համար։ Միգուցե քո ծնունդով բաներ պետք է փոխվի։ Ես ուղղակի վերլուծում էի երեք, երբ որ մենք եկանք այս դահլիճ։ Ես հիշում եմ անգամ մարդիկ որտեղ էին նստում, որ այսօր չկան։ Բոլորին հիշում եմ հատ առ հատ, հազվադեպ մեկին մոռացած լինեմ։ Հիշում եմ նրանց, ովքեր առաջի անգամ եկան ու էլի չկան։ Միգուցե ինչ-որ մեկից նեղացան, միգուցե ոչ մեկից է չնեղացան։ Անօրենը հերիք է, որ նեղացնի կամ խաբի մարդկանց։ Գիտես, միևնույն է Հիսուսի սիրտը ցավում ամեն մեկիս համար։ Եվ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրություն ընդունենք։ Հիսուսը ծնվեց իմ ու քո համար, որովհետև այն ժամանակ Մովսեսի օրենքն էր։ Օրենքի տակ եղողներին որ փրկի, որովհետև օրենքով ոչ մեկ Աստծո առաջ չէր արդարանում, որովհետև օրենքով ոչ մեկ չէր կարող փրկվել, ժողովուրդ։ Այնքան մատերիարանքով այսօր կարանք մենք նայենք դրան, որովհետև մենք շնորհքի տակ ենք, արդեն որոշում ենք դժոխքը հավիտենական է թե չէ։ Մի սևամորթ ասեցի ու չասեցի, որոշեց Աստծո անունից աշխարհին ներկայանա որպես մարգարե, որոշեց, որ ժողովուրդ ջան, անձրևա լինելու, ջրեղեղա լինելու, սաղդ մեռնելու եք։ Եկեք փող հավաքենք, նավեր սարքենք, որ չմեռնեք։ Միգուցե մարդիկ սկսեցին գրանցվել, միգուցե փողեր ուղարկեցին, բայց մեր սուտ մարգարեն գնաց իրան մի հատ վերջի վիպուսկի Մերսեդես առավ։ Գոնե նավի մեջ տեղ սարկած լիներ, որ մարդկանց ասեր որոշել եմ տանեմ, որ ցամաքլնի հետո քշեմ։ Գիտեք ինչ ինձ զարմացրեց։ Հազարավոր մարդիկ սենց աջալներով իրանց միգուցե փողերը, ոսկիները գլխներին դրած գալիս էին 8 հատ պստիկ նավեր սարքե։ Որ այդ մարդկանց 10%-ը կմտներ այդ նավերի մեջ, թե չէ, ես չգիտեմ։ 8 հատ փետից նավեր սարքե։ Ու պատկերացնում ես, հազարավոր մարդիկ, շատ հազարավոր, իրանց վեշերով, երեխեքով եկել էին, որ մտնեն այդ նավերը, որ փրկվեն ջրհեղեղից։ Որովհետև այդ օրը շատ ուժեղ ամպամած էր, շատ ուժեղ ամպերը հավաքվել էին, ու ինձ ուրիշ բան զարմացրեց։ Արդարության քարոզիչը Նոյը քարոզեց, մի հոգի մարդ չհավատաց ու չփրկվեց, որ անձամբ Աստված խոսել էր Նոյի հետ, եւ դա գիտական փաստ է այսօր, որ տապանը կա եւ ամեն բան ջրի տակն է եղես երկրագնդի մեջ։ Աստծո մարդը խոսեց, Աստծո բերանով ոչ մեկ չհավատաց։ Մի սուտ մարդ, սուտ մարգարե հազարավոր դոլարներ տվեցին ու հազարավոր մարդիկ հավատացին։ Այսօր էլ շատ միսիաներ կան, այսօր էլ շատ փրկիչներ կան, հազարավոր մարդիկ հետևում են, բայց փրկիչը եկավ 70 մարդ էր հետում հետևից, մոտավորապես մեր չափ։ Տերերի տերը, արքաների արքան, երկինքը թողեց մարդացավ, որ մարդկանց օրենքից գնի, իրանց մեղքերից ազատի,
70 մարդ էին հետևում, որն էլ 70-ը գայթակղվեցին, 12 ավագները մնացին, ծառայողները։ Մնացին 12-ը։ Հա, հարությունից հետո Հիսուսը նորից հավաքեց, 500-ը հավաքեց, բայց միթե քիչ չի նույնպես։ Գիտես, եւ որովհետեւ դուք որդիք եք, Աստված իր որդի հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբբա հայր։ Ուրեմն այլևս ծառա չեք, այլ որդիք, եթե որդիք Աստծո ժառանգ եք Քրիստոսով։ Գիտես, եթե մի մարդ բիզնես է ունենում, մարդիկ գալիս են այդ մարդու մոտ աշխատելու աշխատավարձի համար։ Ժամը եկավ, ժամին նայում են, ասում են աշխատանքը վերջացավ։ Թողում գնում են իրանց տուն, ամսվա վերջում գալի ասում են տուր մեր աշխատավարձը, մենք քո մոտ աշխատել ենք։ Բայց այդպես չի կարա վերաբերվի այդ բիզնեսմենի տղան։ Դա իր հոր գործն է։ Ու ինքը անելու է ամեն բան, որ այդ բիզնեսը ծաղկի։ Միգուցե բոլորի համար աշխատանքը վերջանում է, բայց ինքը պետք է աշխատի ու աշխատի։ Գիտես, այսօր գրված էր, որ մենք ժառանգ ենք, այլևս ծառա չենք։ Մենք փողով վարձկաններ չենք, որ պետք է անենք ինչ-որ մի բան Տիրոջ համար։ Դե ծառայությունը պրծավ, ես գնացի տուն։ Ուզում ես մի բարի լուր ասեմ։ Ծառայությունը պրծավ, հենց այս դռնից դուրս եկար, քո ծառայությունն է սկսում։ Գնաս մարդկանց ավետարան ես։ Պատմես, որ փրկիչը ծնվել է։ Պատմես, որ իրանք կարան հայտնվեն երկնքում, ոչ թե դժոխքում։ Միգուցե քեզ չլսեն ոնց որ Նոյին։ Միգուցե արդարության քարոզիչին չլսեն, որովհետև խավարը շատ է այս աշխարհում։ Գործերը խավար է մարդկանց։ Մարդիկ լինում են ազնիվ, ասում են, ես գնացել էի Մոսկվա, մի քանիսին քարոզեցի ու հրավիրեցի եկեղեցի, հով գորի օգնականներից իմ հետ մարդիկ կային, հետո իրանց հետ շփվելուց ասել էին մհերին չենք ուզում ասենք, բայց մենք չենք կարող գանք եկեղեցի, որովհետև մենք ուրիշ կյանքով ենք ապրում, որովհետև մենք դավաճանում ենք մեր կանանց, որովհետև մենք խաբում ենք մեր երեխաներին, եւ այլը եւ այլը։ Գիտես, եղբայրները մոտեցան ասեցին, շատ մեծ հույսեր մի փայփայի, որ իրանք կգան։ Բայց ես միևնույնն է փայփայում եմ, բայց ես միևնույնն է սպասում եմ։ Մենք էլ էինք այտենց։ Օրենքի տակ էինք, մեղքի մեջ էինք։ Որ մեկս այտենց չէր։ Բայց Աստված հայտնվեց, չէ։ Բայց Աստված սրբեց, չէ։ Իրա հոգին դրեց իմ ու քո մեջ, չէ։ Որ այսօր կանչում ենք Աբբա հայր։ Ինչ է, իրանցից լավն ենք, որ Աստված մեզ ողորմեց։ Չէ, իրանք էլ այդ հույսը ունեն։ Երբ որ ես դռնից դուրս կգաս, հիշի, որ այդ շանսը իրանք էլ պետք է ունենան։ Այդ հնարավորությունը իրանք էլ պետք է ունենան։ Ամեն։ Այստեղ ես, թե այստեղ չես։ Ոչ մեկ մտքերով չի գնացել, չէ, ոչ միտեղ։ Հասկանում եք, չէ, ինչի համար եկավ միսիան։ Դեկեք միսիան իրականացնենք այս երկրի վրա։ Մենք ունենք մեր մեջ ավետարանիչներ, որ իրանք հնարավորին չափ ավետարանում են, դու էլ փորձի, դու էլ աշխատի քո վրա։ Այս տարի մեր մոտ ավետարանչության տարի է։ Այս տարի մեր մոտ մարդկանց փրկության տարի է։ Այս տարի մեր մոտ վերափոխման տարի է։ Ձգնորսության տարի է, ուրկանները գցելու տարի է։ Մինչև հիմա ուրկան էինք գործում, մինչև հիմա մեր հիմքերն էինք բնդասնում, մինչև հիմա մեր վրա էինք աշխատում, արդեն շատ ենք աշխատել ժողովուրդ, արդեն պետք է գնանք ու պտուղ բերենք։ Մարգարեության խոսքն եմ ուզում էլի կարդամ տարիներ առաջ, եւ նա պետք է գա եւ հովե Տիրոջ ուժով։ Եվ իր Աստծո անունը մեծափառությամբ եւ նրանք պիտի բնակվեն, որովհետև հիմի պիտի մեծանա մինչև երկրի ծայրը։ Եթե Ուրալը երկրի ծայրն է, ուրեմն մենք մինչև երկրի ծայրն ենք։ Բայց մենք հասել ենք Չելյաբինսկ, մենք ուզում ենք հասնենք Տյումեն, մենք ուզում ենք հասնենք Պիշմա, մենք ուզում ենք հասնենք
կասուլինո պրախլադնի։ Մենք ուզում ենք ամեն տեղ հասնենք, բայց ես մենակով չեմ կարա։ Դու մենակով չես կարա, բայց մենք միասին կարանք։ Ամեն։ Դրա համար ինձ պետք ես դու։ Մեզ պետք է Աստված։ Մենք Աստծո գործիքներն ենք այս երկրի վրա։ Մենք Աստծո բերանն ենք այս երկրի վրա։ Մենք Աստծո հնարավորությունն ենք այս երկրի վրա։ Կանգնի ոտքերիդ վրա։ Հիմա դու գիտես Քրիստոսի իրական ծնունդը։ Դու գիտես Քրիստոսի իրական ծննդյան նպատակը։ Ամեն։ Թող սատանան քեզ չխաբի, թող սատանան չկանգնեցնի։ Այստեղ մի մարդ կա, որ անցել է իրականից շատ մեծ դժվարությամբ։ Ինչքան պատերազմներ կա, այս վերջերս ամեն ինչի միջով անցել էր։ Գիտես, ամեն անգամ Աստծո խոսքը կարդալուց ես այս մարդուն եմ հիշում։ Վիրավորվել է, ասկոլկեք կա իր մեջ, պայթելական տուզիա ստացել, շատ սարսափելի, բայց չի կանգնե ու չի հանձնվե, գիտես։ Այսօր գրված ավաղկոտները երկնքի արքայությունը չեն մտնում։ Մենք էլ Աստծո զինվորներն ենք։ Ինչ էլ սատանան մեր գլխին բերի, պետք է չհանձնվենք։ Մենք պետք է շարժվենք առաջ։ Այդ մարդուն տեսնելով ամեն անգամ ես ինձ ողջևորվում եմ։ Կյանքով լցված, ուրախ, որ տեսնես ես էլ ասում, որ այս մարդը այդքան դժվարության միջով անց է։ Եկեք ուրախ լինենք, որովհետև Աստվածաշունչը ասում է, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ, ուրախ եղեք։ Եթե տխուր կյանքից հոգնած հավատացյալները լինենք, ով կուզի մեզ նմանվի ժողովուրդ։ Եկեք ուրախ լինենք։ Ու ավետարանը քարոզենք ուրախ։ Ոչ թե գնանք ասենք դուք դժոխք եք գնում, մեղավոր եք, այդ իրանք էլ գիտեն ժողովուրդ։ Գնանք ասենք Հիսուսը քեզ սիրում է ու իր կյանքը տվել է քո համար, որ դու դժոխք չգնաս։ Որ ես քեզանից լավը չեմ։ Ինչի իմ անունը գրված լինի կյանքի գրքի մեջ քոնը չէ։